46-ամյա ֆրանսիացի հայտնի սթրիմեր Ժանին սպանել են հենց ուղիղ եթերում։ Ժանը հայտնի էր նրանով, որ շատ հաճախ իր սթրիմների ժամանակ ուղղակի կարող էր ոչինչ չանել, պարկած մնալ կամ թողնել, որպեսզի իր բոյֆրենդը եւ մի շարք այլ մարդիկ իրեն ծաղրեին, նսեմացնեին, հարվածներ հասցնեին, տարբեր առարկաներ շպրտեին նրա վրա։ Նա դրանով շատ հայտնի դարձավ եւ շարունակեց նման կոնտենտ ստեղծելը։ Մարդկանց մի մասը կարծում է, որ դա ոչ թե իր կոնտենտի տեսակն էր, այլ ապրելակերպի, քանի որ շատ հաճախ էին նկատում, որ իր ընկերը նրան վիրավորում էր անտեղի տեղը կամ նույնիսկ կարող է լայվի ժամանակ չլիներ, բայց նրան որևէ վնաս հասցնել։ Լայվերից մեկի ժամանակ Ժանը քնում է եւ չի արտանում մի քանի օր։ Մարդիկ մտածում են, որ դա լայվի հերթական սցենարն է, սակայն օրեր անց, երբ որ նրան փորձում են քնից հանել, բարձր դառնում, որ նա արդեն մահացել է։ Ըստ վարկածի հենց իր բոյֆրենդը նրան սպանել է եւ նրան ոչ մի դատ չի հասել։ Ուղղակի Ժանի մասին անդրադարձել են մի քանի պարբերականներ, նաեւ Ֆրանսիայի նախարարներից մեկն է անդրադարձել եւ Drake-ը ու մեկ այլ հայտնի ամերիկյան սթրիմեր ամբողջ նրա հողարկավորությունը կազմակերպել են եւ վերցնել են իրենց վրա։ Այս գործով ոչ մի քրեական դեպք չի հարուցվել, ոչինչ չկա, իսկ Ժանի բոյֆրենդը շատ հանգիստ ապրում է իր կյանքը։